մենակ բռնակոցի հանգիստը գուզեմ, ուրիշ ոչ մի տեղ։ Քնամ իմ գյուղը, իմ հարազատների մոտ։ Այստեղ այնտեղ եւ ամենուր, բայց ոչ բռնակոթում, ժամանակավոր Երևանում ապրող թորների սիրով եւ հոգատարությամբ շրջապատված 102-ամյա Վարդիգյուլ տատը մարզի ամենատարեց կինն է։ Նա տարվա մի մասը հայրենի Սիսիանում չի լինում, մենակ մնալ էլ չի կարող։ 12 թոր, 15 ծոր ունի, 4 երեխաներից 3-ը մահացել են, հիմա նրան 3 թորներն են խնամում։ Թորներս են էլի ամեն մեկի մոտն էլ մնում եմ։ 5 ամիս Սիսիան նարայի մոտն եմ լինել։ Ես երկու արդեն երրորդ ամիսն աստեղ եմ ինեմ, դե վնասած մասն էլ իհարկե արդեն հիմնականը գոհարն է, գոհարի մոտն եմ ինեմ։ Հասարակ գյուղացու ընտանիքում ծնված կինը Սիսիանում ճանաչված դեմք է, խորհրդային տարիներին արտադրականի քարտուղար է եղել, հաշվապահ, հիմա արդեն թոշակառու։ Լավ ու վատ օրեր է մտնեցրել տատը մեզ հետ ընկել հիշողությունների գիրկը։ Այն վաղտը ես ընչին է, մին թևանի, մի ոտանի, մի աչկանի, ինչ ուզում այն տղա չկար, մեր զամեմատ, մեր հասակինը կնաս պատերազմ հետ չտարան, բայց պարքացու, իմ ամուսինս ամեն ինչով, պիտանի, ընդունակ, ճիշտաբարձագույնաբարձեր, բայց մինես լեզուներ, որ չարկ ասել։ Բողոքել չի սիրում Վարդիգյուլ տատը, տարիքին բնորոշ կանգատներն են, ասում է կյանքի հանդեպ լավատեսությունն է նրա երկարակեցության գաղտնիքը։ Շարժունակ ու գործունյա կինը չէր ուզի հասնել այս տարիքին, գործելով ու խաչբառ լրացնելով է լցնում օրը, երջանկացնում հարազատներին իր ներկայությամբ։ Այդ էլ գործս։ Երկար ապրելի համար ես ոչինչ չեմ կարացել, ապրել եմ սովորական կյանքով, լավ օրել եմ տեսել, վատ օրել եմ տեսել, դե ամեն օր իրիկունը քրվև ասեմ, ախ Աստված, առավոտը վեր չկենամ, ինձանից կախում ունի, կախում չունի, Աստված ինքը ստեղծել այդն էլ տանում է, են չեմ, ինչ որ իլել եմ, բայց տարիքն է, իրակնիքը խփում է, ինչ կարաս անես։ Ախ, այսպես է գիժամից, մարդու հանգիտ չի տալիս։ Այսօր ուրախոր կանի, վաղ անդև ու կամի։ Առավոտ ու պայծառոր, կեսում ուծում մի ամպոց, մի խնդում եմ իրալից, ախ, այսպես է գիժամից։ Հա, դուժում ասա։ 101 տարեկան Լուսիկ տատն է ճշտում դուստրերից, արդյոք ճիշտ է արտասանում։ Դարն ապրած կինը ծնունդով Կապանի Սրաշենից է։ Ողջ կյանքն ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում։ Այժմ քաղաքում է աղջիկների խնամքի եւ ուշադրության կենտրոնում։ Տատիկը շատ համեստ, լսող, շատ լավ ազնվորություն է, ճիշտ է, հիվանդացել է, մի քիչ պահել է, մի քիչ դժվար է, բայց չենք դժգոհում մենք։ 3 քույրերով, հավասար, հերթով պահում ենք իրան։ Հա, ու տատիկը ունի 9 թոր, 10 ծոր, մեկ կոր։ Շուտով կդառնա 2 կոր։ Անցած գնացած օրերն է հիշում Լուսիա տատն ու ափսոսում, որ արդեն մեծացել է։ Ինչպես ինքն է ասում, դիմացկուն է, քչով բավարարվող, դեռ երկար ապրելու մտադրություն ունի։ Հավա եթե այդքան ես չարվիչում է, ինձ լավ լեշում, այդքան հիվանդություն տեսեն, փռնիչը ես իջայ զարյալ։ Սյունիքում դարն ապրած այս 2 կանայք են, որ ապահով ծերություն ունենալու համար միանվագ 1 միլիոն դրամ կստանան։ Կառավարության փետրվարի 5-ի որոշման մասին լսել են մարզի ամենատարեց կենսաթոշակառուները։ Գիտեմ չեմ լսածն, բայց հələ տեքս եկած չի ալի։ Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ 100 տարին լրացած 71 քաղաքացի կար։ Նրանցից 42-ը մարզերում, 29-ը Երևանում։ Սյունիքում բացի մեր տեսանյութի հերոսներից, Մուցք ու Հարժից բնակավայրերից 2 տարեց, բոլորելով 100-ամյակը կներառվի ծրագրում։ Գումար ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Այն տրամադրվելու է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի հետ միաժամանակ։ Նարե Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Էմիլիա Հոսյան, Սյունիք լուրեր։